Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 371 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ, 549 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 131 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 791 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 224, թմրանյութի հայտնաբերման 67, ֆիզիկական ներգործության 65, մարմնական վնասվածք պատճառելու 63, խարդախության 61, հոգեկան ներգործության 38, անձնական ունեցվածքի գողության 28, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 23 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 46 հետախուզվող, 5 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։ 7 օրում գրանցված 79 ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վնասվածք ստացել 111-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 469 դեպք, 172-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 103, Հրդեհի ծագման սպառնալիքի 26, ճանապարհատրանսպորտային պատահարի 42, կենցաղային կանչի 127 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 75 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 110 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ֆիզիկական ներգործություն եւ կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են։ Մարտի 17-ի գիշերը ժամը 2-ին օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտի փողոցի իրեն շենքի բակում 5 անձ անհարկի վիճել է իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության եւ կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը։ Աբովյան քաղաքի բնակիչ 18-ից 20 տարեկան երիտասարդներ են։ 5-ն էլ ձերբակալվել են Խոստովանել արարքը եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Շենգավիթի ոստիկանները ձերբակալել են վարչական արգելքի որոշումը խախտած, անհամարժեք վարք դրսևորած եւ սեռական բնույթի հայոյանքներ հնչեցրած տղամարդուն։ Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականon աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական արգելքը տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է։ Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին ժամը 23:35-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ $100։ 63-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմաց երիտասարդի կյանքը։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ։ Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ եւ փրկված կյանք։
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Այնուհետև ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի։ Վազելիս երիտասարդը նետել է սառը նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել։ Բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը, նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, եւ գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։ Քաղաքացու ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշել ենք եւ հայտնաբերել ենք փաթեթները։ Կպչուն ժապավենով 3 փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։